Պարոն Թադևոսյան, ինձ երկու հարց է հետաքրքրում, առաջի հարցը, որ արդյոք դրանք 60 հոդվածի տակ ընկնում են, թե ոչ, սա շատ կարևոր է, հաշվի առնելով, որ Հայաստանում շատ տարածքներ կա, որոնք որ 60 հոդվածի, եւ ընդհանրապես 60 հոդվածի կարգերն էլ պետք է իրականում մենք դիտենք, որտեղ ժամանակին 60 հոդված կարգավիճակը տվել են, բայց այսօր նայում ենք այս շուկայական հարաբերություններում հնարավոր է, որ այդ մասում ինչ-որ այլ պայմանագրային հարաբերություններով մարդիկ կարողանան եւ կառուցեն եւ դա այլ կարգավիճակ ունենա։ Եթե նման միտք ունեք կամ նման կարծիք ունեք, սա էլ է ինձ շատ դուր գալիս։ Մյուս ամենակարևոր խնդիրը, որը որ բոլորը մեզ բողոքում են եւ ամեն օր մենք առնչվում ենք այդ խնդրի հետ, այդ զոնայավորումն է, zoning, այդպես միջազգային տերմին կա, որ ես կամ են հատվածում, որ մարդուց կախված չի, հիմա գնում դիմում ես, դարել են գժանոցը, այդպես ոնց կլինի, դիմում են, ասում եմ, չգիտեմ ինչ, են միսը մի հատ նամակա ուղարկում 7 հոգով կարդում են չեն հասկանում։ Այս մասով մի հատ ինչ են կանելու, երբ ենք մենք zoning ունենալու, որ անձից կախված չլինի, այդ դուք շղթային իմաստն եք, շնորհակալություն, ասեք, հետո ես կասեմ։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Սուքիասյան, խնդիրի տեսեք 60 հոդվածի վրայի կառուցված ինքնակամ շինություններին, եթե հարցը անդրադարձ կատարենք, մենք միշտ ասել ենք հետևյալ տրամաբանությունը, որ ինքնակամը ենթակա է հաշվառման, անկախ այն հանգամանքից, թե ինքը որտեղ է գտնվում 60-ի, թե ոչ 60-ի հողի վրա։ Միևնույն ժամանակ ասել ենք, որ դա չի նշանակում հաշվառում, դեռևս չի նշանակում սեփականության իրավունքի ձեռքբերում։ Այսինքն մեր գերխնդիրն է այսօր հաշվառել են բոլոր ինքնակամ կառույցները, որոնք որ հանրապետությունում առկա են, բայց օրինականացման հարցը այնուամենայնիվ թողնվում է համայնքին եւ համայնքի ղեկավարները եւ ավականները հետագայում որոշումներ կկայացնեն որևէ օբյեկտի օրինականացման կամ օրինականացման դիմումը մերժելու վերաբերյալ, այսինքն այստեղ խնդիրը կարգավորվում է այդ լոգիկայով, այդ տրամաբանությամբ։ Եվ 60 հոդվածի հողերի վրա սեփականության իրավունքով չի թույլատրվում փոխանցել, բայց այնուամենայնիվ թույլատրվում է կառուցապատման իրավունքով տալ, որը եւս քաղաքաշինական տեսանկյունով զարգացման լայն հնարավորություն է տալիս։ Իսկ գոտեվորման վերաբերյալ մենք եւ արձագանքեք նոր շարունակեմ։ Խնդրեմ արձագանք։ Արդյոք ոչինչ կախված չի նրա, մեր ամբողջ պահանջը եւ ամբողջ աշխատանքը նա պետք է լինի, որ մի մարդուց կախված չլինի, այլ համակարգ լինի։ Հիմա լավ, ի՞նչն է պատճառը, դրա եղածն ինչ է, որ թեկուզ թող տան քաղաքում ասեն, այս հատվածը, այս ինչ զոնան է, այս ինչ կտորն է, այս իրավունքների մեջ է, մինչեւ 20 արգա, բայց չկա այդ բանը, մարդիկ դիմում են, ունենում են խնդիրների առջև, մարդը գնում է վարկա վերցնում, գնում է ուզում է այս ծրագիրը կատարի, այն ծրագիրը ինչ որ մի մարդուց կախված է լինում, հիմա այդտեղ միտումներ է լինում, միտում չի լինում, սա պետք է շատ արագ լուծում տակ, եւ ամեն անգամ ասելով, որ հետո կլուծվի կամ լուծում են, ոչ թվայնացեք եւ արագ լուծում տվեք, որտեղ ամեն օր այդ մարդիկ բողոքում են, հետո ցույց են տալի, կողք ասում են, «Էս նայեք», հետո ասում են, «Էն նայեք», ինչի համար։ Ինչ մի խումբ մարդկանց, որ ճարտարապետ են կոչվում կամ այդ ինչ որոշումներ են կայացնում, մենք էլ տեսնում ենք, ամբողջ աշխարհում անեկած, տեսած, համեմատած մարդիկ ենք, տեսնում ենք, թե ինչով են զբաղվում ու ինչ կարգի անհասկանալի որոշումներ ա լինում։ Շնորհակալություն, հիմա ասեք ձեր կարծիքը։ Շնորհակալություն, ուրեմն ձեր բարձրացված հարցը իրական գործառույթային տեսանկյունով գլխավոր հատակագծերի հաստատման եւ կառուցակարգերի հաստատման մասով չի վերաբերվում կադաստրի կոմիտեին, բայց ես կփորձեմ պատասխանել իմ ընկալում այս հարցի վերաբերյալ։ Խնդիրը հետևյալն է, մենք այժմ ներ ենք դնում ազգային գեոպորտալը եւ ձեր նշած զարգացած պետություններում, որտեղ որ յուրաքանչյուր ոք ունի հնարավորություն մտնել եւ տեսնել յուրաքանչյուր հողի վրա հնարավոր կառուցապատման թույլտվությունները, այսինքն կամ սահմանափակումները, ոչ թե թույլտվությունները, դրանք մեծամասամբ ինտեգրվում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին եւ հետո դառնում են հասանելի ընդհանուր հանրությանը։ Կադաստրի կոմիտեն ներ է դրել ազգային գեոպորտալը եւ ներկա դրությամբ նոր գեոպորտալի մշակման գործընթացն է ընթացքի մեջ եւ սա 26 թվականի սկզբին նոր գեոպորտալը գործարկվի եւ քաղաքաշինության կոմիտեի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում արդեն իսկ պիլոտային Տավուշի մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերը ինտեգրելու գեոպորտալին եւ հետագայում արդեն կառուցակարգերի մեջ փոփոխություններ առաջարկելու եւ հուսով ենք որ այս ինտեգրացիայի արդյունքում ձեր բարձրացված հարցը եւս լուծման հնարավորություն կստանա։ Արման Ղազարյան
Ժամկետ ես չեմ կարող ասել, որովհետև գեոպորտալը մենք հունվար 26-ի միջև մարտ կներդնենք, բայց ինտեգրացիոն գործողությունները դուրս են մեր կարգավորման տիրույթից։ Շնորհակալ եմ։